Դիանա Գրիգորյանի «Վերջին զանգը» սերիալում դրամատիկ պայթյունը վերջապես տեղի ունեցավ տարիներ շարունակ։ Գաղտնիքը թաքցրած Միքայելը այլևս չի կարող խաբեությունն իր ուսերին պահել։ Անեթը, Լիլիթը, Բագրատը և վերջին օրերին նաև Սոսը հասկացան ճշմարտությունը և հասկացան նաև, որ օրերից մի օր այս ամենը պայթելու է, բայց ոչ ոք չէր պատկերացնում, որ դա լինելու է այսքան ծանր, այսքան խորը և ոչ ոքի չխնայող։ Միքայելը կանգնած էր Աննայի դիմաց։ Նա պատմում էր ու ասում, որ իր դուստրը այսքան ժամանակ եղել է իրեն մոտ, հիմա ավելի, և դա Անգելինան է։ Սենյակում կարծես օդ չկար, լռություն, մահացու ծանր լռություն, որից նույնիսկ պատերը կարծես սառել էին։ Աննան չշարժվեց, նրա շունչը, նրա հայացքը, նրա ամբողջ էությունը կարծես քարացել էին, աչքերի մեջ տարիներով հավաքված ցավ, որի պատճառը հենց հիմա կանգնած էր իր դիմաց, և դա Միքայելն էր։ Աննան ոչ մի բառ չասաց, ոչ մի խոսքով չարձագանքեց, նա պարզապես նայում էր նրան, իր կյանքի ցավին, իր սրտի ամենախորը վերքին։ Այդ հայացքում կար ամեն ինչ՝ վիրավորանք, դավաճանության խորը ճիչ, տարիների կորուստ, կորսված մայրություն, բեկված ճակատագրեր։ Միքայելը փորձում էր շարունակել, փորձում էր բացատրել, արդարանալ, բայց յուրաքանչյուր խոսքն ավելի դատարկ էր, քան նախորդը։ Աննան արդեն ոչ լսում էր, ոչ էլ տեսնում Միքայելին, նա ուղղակի նայում էր, այնպես, ինչպես մարդիկ նայում են իրենց կյանքը ջախջախած մարդուն։ Այդ հայացքը դանակից էլ սուր էր, խոսքից էլ ծանր։ Նա ոչ մի բան չասաց, ու հենց այդ լռությունն էր, որ քանդում էր Միքայելին։ Լռությունն էր, որը ցույց տվեց, որ սա այլևս միայն ճշմարտության բացահայտում չէ, սա պառակտում է, փլուզում, և սա ավարտի սկիզբն է։ Այս տեսարանը դարձավ սերիալի ամենաուժեղ, ամենահուզիչ ու ամենախորը պահերից մեկը։ Տարիների ցավը վերջապես անուն ստացավ, տարիների կորուստը վերջապես գտնվեց։ Եվ հիմա, երբ Աննան գիտի ճշմարտությունը, երբ Անգելինան արդեն ստացել է այն ամենն, ինչ իրենն է, նա նաև հիմա Հենրիի կողմից բացահայտված ճշմարտության մասին տեղեկանալով, սպասվում է մոր ու դստեր հուզիչ հանդիպումը, սրտաճմլիկ միավորում, որն ամենայն հավանականությամբ դառնալու է սերիալի պատմության բարձրակետը։ Դրաման դեռ շարունակվում է, արտասուքներն ու բացահայտումները դեռ չեն ավարտվել, և ամեն հաջորդ սերիա խոստանում է լինել ավելի խորը, ավելի լարված ու անհամեմատ հուզիչ։ Իսկ մինչ տեղի կունենա Աննայի ու Անգելինայի հուզիչ հանդիպումը, չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին, որպեսզի տեղեկացված լինեք շոու բիզնեսյան անցուդարձի, նոր հեռուստասերիալների, հեռուստասերիալներում կատարվող փոփոխությունների մասին և ոչ միայն։ Գրեք նաև, թե հեռուստասերիալի ավարտին ինչպես կցանկանայիք լիներ, արդյոք կցանկանայիք Անգելինան Հենրին միասին լինեին և Աննան Սոսի հետ միավորվել։ Արդյոք նման հնարավորություն ունեն Աննան ու Սոսը երջանիկ լինելու նաև իրենց դստեր հետ միասին, թե Աննան կընտրի միայնակ ապրելու ու իր երեխային մեծացնելու ճանապարհը, չէ՞ որ փոքրիկն ունի իր մոր կարիքը, և նա ամեն ինչ անելու է, որպեսզի գոնե իր որդին երջանիկ լինի։ Հեռուստասերիալում բոլորն են կոտրված։ Հենրին պատմում է Անգելինային ողջ ճշմարտությունն ու Անգելինայի համար այսքան տարիները խաբեության մեջ են անցկացված։ Նա չի իմացել իր կենսաբանական ծնողների մասին, չնայած նրան, որ նրանք իր կողքին են եղել։ Հենրին նրան ասում է, որ նա Սոսի ու Աննայի դուստրն է։ Այս խոսքերը դանակի նման են հնչում։ Դանակի նման խրվում են Անգելինայի սիրտն ու նրան հանգիստ չեն տալիս։ Նա չի հավատում այն բառերին, որն ասվել է Հենրիի կողմից։ Նա չի հասկանում, թե ինչ է կատարվում և ինչու է նա խաբված այսքան տարիներ։ Իհարկե, Միքայելն իր պատճառներն ունի։ Տարիներ առաջ, երբ նա Աննային ստիպողաբար բերում էր իր տուն, Աննան նրան չխաբեց, ասաց, որ հղի է Սոսից։ Մի պահ Միքայելը որոշեց նրան հետ վերադարձնել իր տուն, բայց հետ կանգնեց այդ որոշումից ու Աննային բերեց Հենդոյի տուն։ Միքայելը շատ լավ հասկանում էր, որ նա չի կարող մի հարկի տակ գտնվել Սոսի երեխայի հետ, ու 9 ամիս շարունակ նա սպասում էր այն պահին, երբ այդ երեխան կծնվի։ Երեխան ծնվեց, բայց խնդիրներով, ինչպես նա խոստովանում է
Աննային։ Միքայելին չխանգարեց, որ խնդիրներով ծնված երեխային ուղղակի խլի Աննայից բժիշկների, բուժքույրերի և բժշկական անձնակազմի օգնությամբ ու տա մեկ այլ ընտանիքի, որտեղ նրան մեծացնելու էին իհարկե հարազատ երեխայի նման, բայց միևնույն է, նրանք Անգելինայի կենսաբանական ծնողները չէին։ Անգելինան ուներ իր կենսաբանական մոր կարիքը։ Միքայելը ճիշտ է ասում, եթե այդ օրը նա Աննային վերադարձներ հոր, այսինքն Բագրատի տուն, հավանաբար երկուսն էլ երջանիկ կլինեին, Սոսը կվերադառնար ու կլիներ կնոջ երեխայի կողքին, իսկ Միքայելը տարիների ընթացքում կգտներ իր երջանկությունը, բայց հիմա երեքն էլ երջանիկ չեն։ Ոչ Սոսը կարողացավ գտնել իր երջանկությունը Լիլիթի միջոցով, ոչ Աննան, ոչ էլ իհարկե Միքայելը։ Նրանք բոլորն էլ ապրել են տարբեր իրականություններում ու սպասելով որ մի օր երջանիկ են լինելու, բայց այդ երջանկությունն այդպես էլ չեկավ։